Իրանց տարածքն է, սենց այդ ճանապարհն է դուսա գալիս Սարի գլուխ։ 3 հատ աղբյուր կա դեռ, բայց հիմա ոչ մեկի հետքն էլ չի երևում։ Հիմա որ դուք Ջերմուկից նայում եք Ամուլսարին եւ որպես հանգստացող, որպես բուժվող մարդ դուք ցանկություն չեք հայտնի գալու։ Փակել ենք Ամուլսարի հանքը։ Ես կարող եմ ամբողջ Ջերմուկների անունից ասել, որ դեմ ենք։ Փոշիներն նստում է այդ խոտի վրա, ու արդեն անասունը չի կարող այդ խոտը։ Եթե պարզվի, որ վտանգ կա Սևանի համար եւ ջրային համակարգի վրա, ի հեճուկս որևէ բանի, ես որպես վարչապետ ցույց չեմ կարող տալ, որ դա աշխատի։ 400 միլիոն դոլար ներդրվելու է։ Լրացուցիչ խթան կլինի Հայաստանի տնտեսական աճի եւ տնտեսական զարգացման համար։ Կառավարությունը արդեն նաեւ որպես բաժնետեր այս հարցում կլինի հետեւողական։ Ավելի լավ է իմ թոշակի 70%-ը չտա, խաստե բացի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ վերջին 6 տարվա ընթացքում Ամուլսարի հանքի հետ կապված բազմաթիվ մտահոգություններ են եղել, սակայն երբ բոլոր հարցերի պատասխանները ստացել են, հնարավոր են համարել նախագծի շարունակումը։ Կառավարության որ մտահոգություններն են փարատվել եւ ինչու են մասնագետները շարունակում խնդիրներ տեսնել։ Այդ մտահոգությունները, ընդհանրապես ռիսկերը կառավարելի չեն եւ դրա մասին խոսել են եւ անկախ միջազգային փորձագետները եւ մեր տեղացի փորձագետները եւ այդ թվում կառավարության կողմից հրավիրված Elart փորձաքննական կազմակերպությունը, փորձագիտական, որոնք գրել էին, որ բոլոր առումներով եւ կենսաբազմազանության վրա ազդեցության եւ ամենակարևորը թթվային դրանժի բացասական հետևանքները ու ռիսկերը, որոնք կառավարելի են, այդ բոլոր հանգամանքները հաշվի առնելով անթույլատրելի է այդտեղ հանքի գործարկումը եւ ուղիղ հեռարձակում եղավ Elard-ի փորձագետների հետ եւ ուղիղ հարց տրվեց, որ արդյոք այնքան շատ են ռիսկերը, որ այդտեղ հնարավոր չէ այդ հանքը գործարկել, իրենք ասեցին, որ մենք լինեինք ձեր տեղը, մենք թույլ չէինք տա։ Elard-ի փորձաքննության համար $454,000 է մեր բյուջեից վճարվել եւ փաստորեն ապարդյուն, որովհետեւ մարդիկ ասել են ռիսկերը, ասել են վտանգները, ասել են այն թերությունները, որոնք տեղ են ունեցել մեր փորձաքննության ընթացքում։ Մենք գիտենք, որ Օնտարիոյի դատարանով Lydian International-ը, որը 100% բաժնեմասի տերներ, ցննկացել է եւ լուծարման փոխարեն վերակառուցման փուլում էր գտնվում եւ բոլոր ակտիվները անցել էին 3 ֆինանսական կազմակերպություններին, այժմ 2-ն են մնացել, Osisco-ն եւ Orion-ը, եւ եթե նվեր պիտի տան, ապա իրանք պետք է տան, ոչ թե Lydian Armenian կամ այլ ինչ-որ մի կազմակերպություն։ Դրա համար անհասկանալի է, թե ումից ենք մենք նվեր ստանում, ինչ նվեր ենք ստանում, ինչ արժեք ունի, ով է աուդիտ արել, ընդհանրապես որ տեսնի ինչ վիճակում են գտնվում, կարող է այնքան շատ պարտքեր ունի, որ այդ նվերը մեր համար չարիք լինի, ոչ թե բարիք լինի։ 2018 թվականին Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի լայնամասշտաբ ցույցեր, ակցիաներ էին իրականացվում, սակայն օրերս հանքի շահագործման վերաբերյալ իշխանությունների հայտարարություններին նմանատիպ արձագանք չեղավ։ Որն է պատճառը։ 18 թվականին հավատացին, որ հեղափոխություն է եղել եւ իրեն ձայնը լսելի կլինի, որտեվ տարիներ շարունակ ջերմուկցիները բողոքում էին եւ լսելի չէր եւ ջերմուկում ընդհանրապես լսումներ չեն իրականացրել ու ջերմուկը ազդակիր համայնք չեղել միջև խոշորացումը։ Այն ժամանակ մարդիկ հիմնականում ոչ թե ակտիվիստներն էին, այլ ջերմուկի բնակիչներն էին, որ 2.5 տարի փաստորեն պահեցին այդ ճանապարհները փակ եւ բացվեց այն օրը, երբ 20 թվականի պատերազմը սկսվեց։ Տղաների մեծ մասը գնացին, միջև այդ հողն էին պաշտպանում, հետո գնացին արդեն մեր երկրի սահմանները պաշտպանելու ու շատերն էլ չեն վերադարձել ցավոք, մի մասն էլ փաստորեն ընդհանրապես անհայտ կորել են։ Ու արդեն այդ մեծ հարված էր այդ ջերմուկցիների համար, որ տարիներ շարունակ իրենք տնից, տեղից կտրված հույսերով, որ ինչ-որ բանի հասնել են, որ իրենց ապրելավայրն են իրենք պաշտպանում, իրենք չեն ուզում ուրիշ բաներ լսել, ոչ տնտեսական աճ, ոչ մի բան, իրենք ուզում են, որ այդտեղ անվտանգ կարողանան ապրեն, որովհետև 2100 մետրի վրա ապրել այդքան էլ հեշտ չի։ Եվ 70 տարիների ընթացքում ստեղծվել է մի հրաշք քաղաք առողջանային, որ այդ մարդիկ դրանով են ապրում, իրենք մասնագիտացել են հենց այդ ոլորտում ու բոլորի բիզնեսներին, բոլորի աշխատանքին դա վնաս է պատճառելու։
Վերջերս հայտարարել եք, որ ամուսարում 1 տոննա հանքանյութում ոսկու պարունակությունը չնչին է եւ հանքը շահագործելն անարդյունավետ է։ Լիդիան Արմենիա ընկերությունում այդքանը չեն գիտակցում։ Իրոք պաշարները շատ ցածր են, 1 տոննայի մեջ 0.75 գրամ է, այսինքն 1 գրամ էլ չկա այդտեղ, ընդհանրապես տնտեսապես արդյունավետ չի ու դա ես չեմ ասում, դա աշխարհում ընդունված կանոնն է, որ զարգացած երկրներում նվազագույնը 2 գրամ պետք է լինի, իսկ այն երկրներում, որտեղ ցիան են թույլ տալի օգտագործել, աֆրիկյան երկրներում, մեր նման երկրներում, այդտեղ նվազագույնը 1 գրամն է 1 տոննայի մեջ։ Հիմա այստեղ 1 գրամից պակաս է։ Անցյալ տարի մեր կառավարության եւ Եվրասիական բանկի հետ հուշագիր են ստորագրել եւ Նույն Քերոբյանը հայտարարեց, որ Գանանից 2023 թվականի իրենք աշխատելու են եւ 1%-ով մեր հնան բարձրանալու է ամուսարի հաշվին։ Ուրա 1 տարի անցել է ու ոչ աշխատել են, ոչ էլ բան։ Այն գլխից էլ դա երևում էր, որ իրանք չեն կարողանալու աշխատեն, որովհետեւ այդ 250 միլիոնը չկա։ Ամուսարի հանքի շահագործումը զբոսաշրջային, առողջանանական քաղաք Ջերմուկին, Սևանալեջին, առհասարակ բնությանն ու կենթանական աշխարհին ինչ վնասներ կարող է հասցնել։ Ոչ թե կարող են, այն ժամանակ, որ սկսեցին իրենք շինարարությունը 12 թվականին եւ 16 թվականին, ինչ որ աշխատանքներ անելու ժամանակ, որ փոշի էր բարձացել աղմուկեր, կտրուկ նվազեցին զբոսաշրջիկների հոսքը դեպի Ջերմուկ, որովհետեւ մարդիկ գալիս են այդտեղ իրենց առողջությունը վերականգնելու, իրենք չեն գալիս այդտեղ ուրանի փոշի շնչելու եւ Ընդհանրապես շատ վատ վիճակի մեջ էր այդ ժամանակ Ջերմուկի այդ հյուրանոցային բիզնեսը, իսկ մարդիկ վարկեր են վերցրել, հույսեր են ունեցել, որ իրենք երկարատև պետք է գործունեություն իրականացնեն։ Իդեպ ասեմ, որ ոչ մի փորձաքննության ընթացքում սոցիալական ազդեցությունը Ջերմուկի վրա ու Ջերմուկի հանքային ջրերի վրա ընդհանրապես չէ գնահատվել, որ եւ շրջակա բոլոր գյուղերը փաստորեն Ջերմուկի առողջաններին են մատակարարում իրենց գյուղմթերքը, որտեղ այնտեղից Երևան բերելը շատ թանկ է ու ի վիճակի էլ չեն, երբեք չեն բերում ստեղ վաճառում, ու էլ չեմ ասում, որ ամբողջ Վայոց ձորը փաստորեն, եթե արփագետը աղտոտվի, այդտեղ մենք գիտենք Արենին, որ գինեգործության կենտրոն է ու աշխարհին մենք գովազդում ենք, որ մենք ենք առաջի գինի արտադրողները եղել, պատահական չէր, որ 18 թվականին 3000 ստորագրություն հավաքվեց Ջերմուկում եւ 12000 ամբողջ Վայոց ձորում, այսինքն ամբողջ Վայոց ձորը դեմ է այդ հանքի գործարկմանը։ Ամուսարի հանքի շահագործումը թույլ չտալու իրավական ինչ մեխանիզմներ կան, ինչպես եք ծրագրում շարունակել ձեր պայքարը։ Իրավական մեխանիզմներ կար, բայց այդ մեխանիզմների հետևից գնացող էր պետք, որ որևէ մեկը չուզեցավ մեր օրենքները պաշտպանեին եւ մեր օրենքները կատարեին եւ դրանից հետո օրենքներ սկսեցին փոխել ի նպաստ հանքարդյունահանողներին եւ ի նպաստ հենց այդ ընկերությանը, օրինակ այն ժամանակվա, միջև այս վերջի փոփոխությունները շմակ եւ փորձաքննության մասին օրենքում նշված էր, որ մեկ տարվա ընթացքում, եթե հանքարդյունահանողը չի սկսում այն գործունեությունը, որի համար ստացել է փորձաքննական եզրակացություն, իսկ փորձաքննական եզրակացությունը ոսկեբեր կվարտիտների հանքարդյունահանման համար է ստացել, ուրեմն այդ մեկ տարվա ընթացքում, եթե ինքը ոսկեբեր կվարտիտներ չի արդյունահանում, ապա մեխանիկորեն իր թույլտվությունները եւ այդ փորձաքննական եզրակացությունը ուժը կորցնում է։ Հիմա իրենք ապրիլի 29-ին են ստացել 16 թվականի թույլտվությունը, մինչև 17 թվականի ապրիլի 29-ը իրենք պետք է արդեն այդ ոսկու արդյունահանումը անեին, որը չեն արել ու այդ ընթացքում իրենց որևէ մեկը չի խանգարել, իրենք նույնիսկ շինարարությունը չեն ավարտել այդտեղ։ 18 թվականին Ջերմուկի բնակիչների եւ Գնդեվազի բնակիչների լիազորագրով ես ներկայացնում եմ իրենց շահերը վարչական դատարանում եւ մենք հայց էինք ներկայացրել, այսինքն դիմել ենք դատարան, մեջը որս դեռ դատական process-ում է, 15 թվականից Գնդեվազի բնակիչներն էին դիմել դատարան եւ երկու հասարակական կազմակերպություններ, այսօր դատանում վարչական դատանում 3 վարչական գործ կա
ու հաստատ որ գործ է տարբեր փորձագետների եզրակացությունները ներկայացված է ու ես չեմ պատկերացնում որ ոնց կարող է այս պայմաններում եթե ոչ դատանի վճիռ կա ոչ որևէ փորձագետ ասել է որ անվտանգ է գնացեք աշխատեք ինչպես են փարատվել մեր կառավարության մտահոգությունները